Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում ժամանակը երբեք կանգ չի առնում, բայց երբեմն մի հին ժամացույց է դառնում այն կամուրջը, որով անցնում են անցյալն ու ներկան։ Հայկը, ինչպես խոստացել էր, տանում է հին ժամացույցը վարպետի մոտ։ Նա ուզում է, որ այն աշխատի, կրկին։ Այդ ժամացույցն այլևս միայն մեխանիկական սարք չէ։ Վերանորոգումից հետո Հայկը որոշում է ժամացույցը ուղարկել Նարեին։ Ոչ հանձամբ, այլ առաքիչի միջոցով։ Դա պատահական որոշում չէ։ Թեև այդպես նա իրեն հեռու է պահում, բայց ժեստով մոտեցնում է։ Երբ առաքիչը հասնում է Նարեի տուն, դուռը բացում է Անիկը։ Նա վերցնում է փոքրիկ տուփը, բացում, տեսնում ժամացույցը։ Արտաքուստ ոչ մի հուզմունք, բայց ներսում մի ինչ-որ անհասկանալի խորքային կասկած։ Անիկը հարցնում է, որտեղից է ուղարկվել այս առաքանին։ Հասցեն իմանալուց հետո նա գնում է այդ հասցեով։ Նույն պահին քաղաքի մյուս կողմում Արմոն խոցված էգոյով դեռ չի հանգստացել։ Նարեն շարունակում է ամեն օր պարզ ասել, նա իրեն չի վախեցնում, ոչ սպառնալիքներով, ոչ շանտաժով, բայց Արմոն նորից հույսեր է փայփայում։ Նա չի ընկալում մերժումը որպես վերջ։ Նարեն ու Արմոն կրկին վիճում են։ Զրույցը բորբոքվում է այնքան, որ Արմոն կորցնում է չափերը։ Նա բարձրացնում է ձայնը ու հպարտացած ասում, որ գտնելու է Հայկին։ Նարեն պատասխանում է. «Էլի սխալ ես անում։ Հայկը քո հարցերը շատ արագ կլուծի, չարժե նման քայլի գնալ»։ Բայց Արմոն այդքանով չի սահմանափակվում։ Նա ունի մի առավելություն, որ օգտագործում է որպես զենք։ Նա հիշեցնում է, որ Հայկը պայմանական ազատ է արձակվել, եւ եթե որևէ խախտում կատարի առաջիկա 2 տարիների ընթացքում, նրան միանգամից կրկին կուղարկեն բանտ, այս անգամ շատ ավելի երկար ժամկետով։ Դա սպառնալիք է, որն ունի իրական ուժ։ Ես կստիպեմ նրան սխալ անել։ Մի սխալ քայլ ու նա վերջացած է, ասում է Արմոն։ Իսկ Վռամը նախորդ օրվա Նարեի հետ ունեցած անկեղծ զրույցից հետո գնում է Սոնայի մոտ։ Նա ասում է ճշմարտությունը. «Ես քեզ սիրում եմ, թեև երբեք դա չեմ արտահայտել, բայց սերը կա»։ Սոնան զարմացած է։ Այդ խոսքերը նրա համար դեռ աղմուկող հնչյուններ են, որոնց պիտի հավատա, բայց միաժամանակ զգույշ լսի։ Ամեն ինչ դեռ անհասկանալի է։ Այդ խոստովանությունից հետո Վռամը ուղևորվում է Սոնայի տուն ոչ թե նրան տեսնելու համար, այլ Հայկին հանդիպելու համար։ Սակայն դուռը բացելով Վռամը կանգնում է դիմացից մարդում, ում տեսնելն այս պահին անհնար էր թվում։ Նրա հայացքը քարանում է։ Սեփական մայրը, Անիկը։ Այո, այդ նույն հասցեն էր, որ առաքիչը փոխանցել էր Նարեին։ Անիկը եկել էր ստուգելու, հետևելու, հասկանալու, թե ում է հասել ժամացույցը, ու հանդիպում է սեփական մորթին լրիվ ուրիշ նպատակով այնտեղ հայտնված։ Վռամը չի թաքցնում զարմանքը։ Ինչ գործ ունես այստեղ։ Անիկը լռում է, բայց նա ստիպված է բացատրել, ինչու է եկել, ինչ է փնտրում։ Հարգելի հետևորդներ, արդյոք Անիկը Վռամին կասի ճշմարտությունը, թե կլռի ու այդպիսով կփրկի Նարեին։ Գրեք մեկնաբանություն։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափերին գործատեղը, ես չափեցի եւ հիմա ինձ սարսափելի քիպ 81 սանտիմետր 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք թերթը Նարինյա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի 2 աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացվեց, բայց